երբ որ նայում ես Հայաստանի վերլուծական քաղաքական լրատվական դաշտին եւ այն վերլուծությունները կամ այն, ասենք, խորհրդավոր լռությունը կամ չգիտեմ, որ ասում բացահայտ կամ sense թաքուն հրճվանքը, հա, ինչ որ տես Պուտինի համար բնականաբար ուղղակի զավեշտա եւ ծիծաղած գալիս է։ Ուրեմն այսօր ես ձեզ համար կներկայացնեմ այն փաստաթուղթը, որը Դոնալդ Թրամփը ներկայացրել է ուրեմն որպես խաղաղության ծրագիր եւ որից արդեն հասցրել է թեթև հետ կանգնել, իդեպ սա էլ ասեմ իմանաք։ Իհարկե ես ինչու եմ սա կարևոր համարում ներկայացնել, որովհետեւ այս ծրագիրը իրականում կարող է հիմքը դառնալ ապագա ծրագրի, հետեւաբար քանի որ սա ակտուալ է, դրա համար իհարկե փոփոխություններ կարծում եմ կլինեն եւ այդ մասին կխոսենք, բայց հիմքը անգամ այս տեսքով ծրագիրը, ժողովուրդ ջան, դա Ռուսաստանի խայտառակ պարտությունն է այս պատերազմում։ Որպեսզի ես ուրեմն չլինեմ, այսպես ասում ուղղակի տենց ինչ որ հայտարարություն անողներ անպատասխանատու, ես ես կետարկետ կներկայացնեմ այս համաձայնագիրը եւ դուք կտեսնեք, որ այս համաձայնագիրը Պուտինի տոտալ պարտությունն է։ Մանրամասն եկեք մի կարևոր բան պայմանավորվենք։ Ուրեմն տեսեք, մենք չենք խառնում Ուկրաինայի ցանկությունները, Վլադիմիր Զելենսկու ցանկությունները, Ուկրաինայի ժողովրդի ցանկությունները, ուրեմն Միացյալ Նահանգների ցանկությունների հետ եւ Ռուսաստանի ցանկությունների հետ։ Երբ որ Ուկրաինան աղմուկ է բարձրացնում եւ Զելենսկին ուրեմն դժգոհություն է ակնարկում եւ իր պահանջների մասին է խոսում, դա չի նշանակում, որ Ուկրաինային պարտություն են կամ էլ կապիտուլյացիա են պարտադրում։ Սա իրականում ժողովուրդ ջան կապիտուլյացիա է Պուտինի համար եւ ես դες շատ պարզ ու հեշտ կապացուցեմ, բայց պետք է մի բան հասկանալ, որ Ուկրաինայի ժողովուրդը իր համար մաքսիմալ արդար խաղաղություն է ուզում։ Սա այլ հարց է։ Բնականաբար փաստաթուղթը մշակված է այնպես, որպեսզի ամենաշատ շահող կողմը լինի ով, իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Բայց դա չի նշանակում, որ սա կապիտուլյացիոն փաստաթուղթ է Ուկրաինայի համար։ Եվ մենք հիմա կտեսնենք, թե ինչպես է արձանագրված, իհարկե որոշ ինձ համարել ուրեմն տհաճ կետերով, բայց ինչպես է ընդհանուր առմամբ արձանագրված Պուտինի խայտառակ պարտությունը, կապացույցներով, չոր փաստերով։ Հետևաբար վատ լուր ունեմ ռուսահապատակների համար, կարող եք վալերիանկայա, չգիտեմ, վալիդոլա դնել կողքներդ, հիմա արդեն լցներ պատրաստ կամ հիմիկվանից խմեք, որպեսզի ընթացքում կտրուկ սրտի պրիստուպներ չունենաք, էլի, կամ չասեք հետո չի բուխճանի պատճառով մի բան եղավ։ Կամաց հիմա ընդունեք մի հատ ու սկսենք։ Ուրեմն Միջև սկսելը մի հետարքիր արձագանք ունեմ, ես իհարկե չէի տեսել, որ մեր ընկեր Մարատ Հակոբյանը ուրեմն հետևել էր իմ նախորդ եթերում կոմենտներին եւ ուրեմն մեկը եթերի տակ գրել էր, մեր եթերի տակ գրել էր, որ ուրեմն դե Ամերիկայից ինչ եք խոսում, եկեք Հայաստանում ներդրումներ արեք եւ այլ այսպես շարունակ խոսալու փոխարեն, իհարկե շատ զավեր հայրենիքում, չգիտեմ ինչ որ sense բարձրագույն բառ, գիտեք ինչն է, այսքան խոսում, այսքան բացատրում ենք տարիներով, ուրեմն այսքան որ ասում ծամուն բերաններն ենք դնում որոշ մարդկանց, իրանց ուղեղները այդպես էլ չի հասնում։ Ուրեմն եթե 13 թվականին Սերժ Սարգսյանը չմտներ ԵԱՏՄ, հիմա Հայաստանում բազմաթիվ ներդրումներ կլներ, ոչ միայն Ամերիկայից, ոչ միայն ամերիկահայությունից, ֆրանսահայությունից եւ տարբեր տեղերից։ Այսքան բացատրեցի ծորենի օրինակով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ն ստեղծված է նրա համար, որպեսզի փակել այդ պետությունները Ռուսաստանի ազդեցության գոտում, թույլ չտալ այդ երկրների բարգավաճում, թույլ չտալ մեծ ներդրումների հոսք դրսից այդ երկրներ, հետեւաբար մշակված է հատուկ սխեմա, ինչ հայրենիք, ժողովուրդ ջան, դրա համար մենք ուզում ենք, որ դա դառնա հայրենիք, ոչ թե մեզ համար հիմա ըստ էության դա ԵԱՏՄ է, դուք ԵԱՏՄ եք, ժողովուրդ ջան, դուք չեք հասկանում այդ իրականությունը, որ քանի բա ինչի համար ենք պայքարում, որ դառնանք հայրենիք հայության համար, որպեսզի Ֆրանսահայը ոչ թե գա ԵԱՏՄ-ին ահռելի հարկեր մճարի դրսից ապրանք օրինակ բերելու համար, հա? Կամ գա բիզնես դնի Հայաստանում իր հայրենիք Ֆրանսիայի ապրանքը արտահանելու համար ահռելի հարկեր չվճարի, որտեղ ԵԱՏՄ-ում ենք, այլ որպեսզի ազատ լինենք Եվրամիության անդամ եւ ֆրանսիացին, ամերիկացին գա արտադրանք դնի Հայաստանում եւ առանց հարկերի, առանց թաքսերի արտահանի այդ ապրանքը Եվրոպական միություն, որպեսզի ձեռնտու լինի Հայաստանում ներդրում անել։ Սրա մասին ենք խոսում տարիներ շարունակ ու որոշ մարդկանց
Չեմ ուզում վիրավորական բան ասեմ, բայց ուղեղները մինչև հիմա չի հասնում ինչ ենք այսքան խոսում, ինչի է պետք բա դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Բայց այսքան բացատրում ենք ԵԱՏՄ-ն նրա համար է ստեղծված, որպեսզի Հայաստանը չզարգանա։ Բայց ինչի մասին եք այսքան խոսում, պարապեք ժողովուրդ ջան։ Լավ կամ լսեք ուշադիր, կամ եթե չեք հասկանում, ձեր հեղինակա որ կարծիքը պահեք ձեր մեջ, ասեք լավ, ես չեմ ունակ չեմ, ընկալունակ չեմ հասկանում։ Պրոբլեմ ունեմ հասկացողության հետ։ Պրոբլեմա ժողովուրդ ջան, սա մեծ պրոբլեմա։ Հիմա, ուրեմն նախ որպեսզի մենք հասկանանք, ուրեմն ինչը ԱՄՆ պլանը, մենք պետք է նորից կրկնեմ, ուշադրություն դարձրեք, որ Ուկրաինան ուզում է մաքսիմումը ստանա, Միացյալ Նահանգները ուզում է մաքսիմումը ստանա, որովհետև ի վերջո պետք է ընդունենք, որ Միացյալ Նահանգները ինքը մեծ ներդրում է արել Ջո Բայդենի օրոք, ոչ Թրամփի օրոք, ուրեմն ինչ որ մեծ գումարներ է փոխանցել, ինքն էլ համաշխարհային լիդերը, ինքը ուզում է բնականաբար առյուծի բաժինը ստանալ։ Ոչ թե Թրամփը, այլ Բայդենն է առյուծի ուրեմն բաժին ներդրում արել, ուրեմն Միացյալ Նահանգներում եվրոպացիների հետ միասին, այստեղ շատ ուշադիր պետք է։ Թրամփը փորձում է Բայդենի արածի վրա իրականում ստանալ դիվիդենդներ։ Բայց դա նորմալ է, մեծ պետությունը, հզոր պետությունը եւ ինքը պետք է ստանա ամենաշատը։ Հիմա սկսեցինք, ուրեմն ուշադրություն եք դարձնում ամեն կետին, որի մասին խոսում ենք, որտեղ ամեն կետի հետ որոշ կետերի հետ կապված էլ հարավելյալ վերլուծություն կլինի։ Ուրեմն առաջին կետով Ուկրաինայի ինքնիշխանությունը, այնտեղ հաստատվի, կվերահաստատվի, որտեղ Ուկրաինան ինքնիշխանությունը երբեք էլ կասկածի տակ չի դրվել որպես այդպեսին, բայց քանի որ Ռուսաստանը փորձել է կասկածի տակ դնել, դրա համար նշված է Ուկրաինայի ինքնիշխանությունը կվերահաստատվի, այսպես ասենք։ Նորմալ կետ է, առաջի կետը, երկրորդ կետը։ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրոպայի միջև կկնքվի համապարփակ չհարցակման մասին համաձայնագիր։ Վերջին 30 տարիների բոլոր հակասությունները կհամարվեն լուծված։ Կարծում սա էլ մեկնաբանելու կարիք չկա, պրիմիտիվ կետ է, ուրեմն ըստ էության ոչ մի բանի մասին, հա։ Խոսանք կհամարեն որքանով կաշխատի։ Երրորդ կետ, Ռուսաստանը չի ներխուժի հարևան երկրներ, իսկ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի։ Ուրեմն լավ, 4-րդն է կարդամ եւ ՆԱՏՕ-ի մասին կխոսենք։ ԱՄՆ միջնորդությամբ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև երկխոսություն կանցկացվի բոլոր անվտանգության հարցերը լուծելու եւ լարվածության թույլատման պայմաններ ստեղծելու համար, համաշխարհային անվտանգությունն ապահովելու եւ համագործակցության ու ապագա տնտեսական զարգացման հնարավորությունները ընդլայնելու համար։ Սա էլ կենացա ժողովուրդ ջան։ Տենց հա Ռուսաստան, ՆԱՏՕ, ԱՄՆ միջնորդությամբ այնքան ծիծաղել է, որտեղ չի կարող ԱՄՆ-ն միջնորդ լինի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև, որտեղ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի ամենագլխավոր անդամն է։ Ուզում ստեղ կետեր կան, որում երևում է Վիտկոֆի ոչ պրոֆեսիոնալիզմը, Քուշներն էլ երևում է կողքից տենց Իսրայելից է ինքն ավելի լավ հասկանում։ Քուշները տենց մատը կապցրել է, բայց ընդհանուր գլոբալ որոշ բաներ կան, որ անգամ իրար հակասում են այս ամեն ինչի մեջ։ Մի խոսքով լավ, ՆԱՏՕ-ի մասը կթողենք, որտեղ այնտեղ ներքևը Ուկրաինայի մասը ՆԱՏՕ-ի չանդամակցելու մասին այնտեղ կա, այդտեղ կխոսենք։ Մի խոսքով միայն այստեղ այսքան բան կասեմ։ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվելու, ցավոք սրտի սա վերաբերվում է միայն Հայաստանին, Մոլդովային ու Վրաստանին, ժողովուրդ ջան, որովհետև այնտեղ էլ ընդլայնվելու տեղ չկա։ Պետք է Ուկրաինա, այսինքն Ուկրաինային, Հայաստանին, Մոլդովային եւ Վրաստանին, այսինքն արանքում մենք էլ ենք դուրում, որ վաղը մյուսը կարող է ՆԱՏՕ-ին բան չան, բայց մնացածի մասին հետո կխոսենք։ Մենք գիտենք, որ Ֆինլանդիան ու Շվեդիան ընդլայնվեցին եւ դա շատ կարեւոր է, ներքևում այդ մասին կխոսենք։ Ուկրաինան կստանա անվտանգության հուսալի երաշխիքներ։ Այս նախադասությունը այսքանով ավարտվում է։ Ինչ հուսալի երաշխիքներ, որքանով հուսալի կլինեն, այնտեղ սահմանափակումներ կան, բայց այս կետը չի բացված, կարծում այս կետի շուրջ այս անվտանգության հուսալի երաշխիքները սենց է թողած եւ կարծում այս կետը դեռ շատ այս խմորը շատ ջուր է քաշելու, թե ինչ անվտանգության երաշխիքներ կնեն, բայց լավ անցանք առաջ։ 6-րդ կետ Ուկրաինայի զինված ուժերի թվականակը կսահմանափակվի 600,000 անձնակազմով։ Ժողովուրդ, սա ծիծաղելի է։ Ուրեմն Թուրքիան 90 միլիոնանոց Թուրքիան որպես կանոնավոր բանակ, գիտեք ինչքան է պահում։ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է։ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է։ Խաղաղ ժամանակում Թուրքիան պահում է 500,000-անոց բանակ։ 500,000-անոց, որ Թուրքիա ասում ենք։ Ուկրաինայի զինված ուժերի թվականակը կսահմանափակվի 600,000 անձնակազմով։ Հիմա ուշադրություն։ Այնտեղ կարան տարբեր կազմակերպություններ ստեղծվեն, ասենք, չգիտեմ, ոստիկանության թվականակը, առանձին ոստիկանության մեջ ստորաբաժանումներ ստեղծվեն եւ շատ հանգիստ այդ թվականակը կարան հասցնեն մինչև 800,000, եթե ցանկություն լինի, բայց խաղաղ ժամանակ 600,000-անոց բանակ պահելը դա ահռելի ծախս է տնտեսության վրա։
Իհարկե Ուկրաինային կֆինանսավորեն, որպեսզի առաջի տարիներին մեծ բանակ ունենա, բայց ես անգամ խիստ կասկածում եմ, որ Ուկրաինան պայմանագրի կան, եթե պայմանագիրը աստված տա կնքվի, Ուկրաինան 600,000-ով բանակ կպահի, որտեղ դա անիմաստ ծախս է տնտեսության վրա։ Ասենք նախնական կներեք տվյալներով 400,000, 500,000-ով բանակն էլ մաքսիմում լրիվ հերիքա միջև ատամները զինված, որպեսզի ուրեմն իսկ եթե հանկարծ Ռուսաստանը հարձակվի, այս պայմանը չի գործում, կարաս միջև միլիոնանոց բանակ էլ հանեց, հա։ Դրա համար ունեցա որ այնպես չի որ Ուկրաինան միաժամանակ կարա միլիոնից ավել բանակ պահի, դա բան չի։ Հələ շատ հարցեր կա լուծելու։ Դրա համար 600,000 անձնակազմը սա շատ ձևական կետ է։ Այսինքն այնքան է նշված, որ լիարժեք Ուկրաինան կարողանա իր անվտանգությունը ապահովի։ Բայց ընդ որում Զելենսկին որպես ամենաշատ թիվ ժամանակին նշում էր, որ որպես անվտանգության, եթե մի պահ են, որ եվրոպացիները չէին կարողանում կողմնորոշվեին, Զելենսկին նշում էր, որ իրան պետքա 800,000-անոց միջև ատամները զինված բանակ, եվրոպացիների կօգնեն վճարեն այդ 800,000-ին, որպեսզի պահի։ Ես նորից եմ կրկնում, եթե մենք վերցնենք հիմա ինքը հանգիստ այդ 800,000-ը կարա ստանա, տարբեր կազմակերպություններ կարան ստեղծեն, բանակի անվան տանկ, հասարակական կազմակերպություններ կարան ստեղծեն տարբեր, որ ասենք ոստիկանության մեջ կարելի է զինված ներքին զորքերը ավելացնել, բանակի անվան տասկը անու ուրիշ դնել, բայց բանակ պահելը տենց։ Այսինքն Զելենսկին լիարժեք կարա իր 800,000-ը պահի առանց ոչ մի խնդրի, բայց նորից եմ կրկնում 800,000 պահելու իմաստ չկա, որովհետև Ուկրաինան վերականգնման կարիք ունի ու այդքան բանակ խաղաղ ժամանակ պահելը դա ուղղակի абսուրդ է։ Դրա համար այս որ ասում են Ուկրաինային սահմանափակել ձեռ եք առնում։ Դուք ձեռ եք առնում։ Ասենք, հա, տահաճա այս նախադասությունը, բայց սա քցվել է Պուտինի բերանը, որ ինքը իր ժողովրդին ասի, տեսեք Ուկրաինայի բանակը սահմանափակել է, բայց դուք տեղյակ եք, որ զեթնիկները ոռնում են արդեն։ Ռուսական զեթ հանրությունը, այդ իրանց ոին բլոգերներ են կոչվում, ռազմական բլոգերներին Զահար ու Զիբիլկա, ասում են, սա մեզ ծաղրում են։ 600,000-անոց բանակ ասում են, դուք ծաղրում եք մեզ։ Եվ իրանք հիմա մեռնում են մանթրաշից, որովհետև այս կետը ուղղակի ծաղր է։ Այս կետը պատկերացնում եք Պուտինը կանգնի իր ժողովրդին ասի Ուկրաինան 600,000-ից ավելի բանակ պետքա չունենա։ Դա ուղղակի ծաղր է։ Անցանք առաջ։ Ուկրաինան համաձայնում է իր սահմանադրության մեջ ամրագրել, որ երբեք չի միանա ՆԱՏՕ-ին։ Եվ ՆԱՏՕ-ն համաձայնում է իր կանոնադրության մեջ ներառել դրույթ, որ Ուկրաինան ապագայում չի ընդունվի դաշին։ Նախ ասենք, ՆԱՏՕ-ն համաձայնում է իր զորքերը չտեղակայել Ուկրաինայի տարածքում։ Ես կետերը հիշեցիք։ Հիմա տեսեք։ ՆԱՏՕ-ն ապացուցեց, որ ինքը գոյություն չունի։ ՆԱՏՕ-ն նոր պայմաններում ապացուցեց, որ ինքը ճկուն չի, երբ որ ռուսական անօտաչուները մտան Լեհաստան, լեհերը արդեն ասեցին մենք էլ չենք նայելու ՆԱՏՕ-ն ինչ է ասում։ Որոշ երկրներ արդեն ասին մենք, որովհետև պատկերացրեք, այդ անօթաչուին հարվածելու համար ռուսական Լեհաստանը պետք է թույլտվություն ստանա բոլոր 20 քանի 30 երկրից ՆԱՏՕ-ի 30-32-ը արդեն չեմ հիշում։ Ուրեմն պետք է ստանա թույլտվություն ՆԱՏՕ-ի 30 երկրներից պայմանականորեն, որպեսզի ինքը կարողանա այդ անօթաչուները հարվածի։ ՆԱՏՕ-ն որպես կառույց ինքը կամ պետք է հիմա վերափոխվի, շատ արագ ռեֆորմներ անի, որտեվ եթե այնտեղ կա Հունգարիա, Թուրքիա եւ այդպիսի խառը կանաչի, այս կառույցը էֆեկտիվ էր առաջ, հիմա գիտեք ինչ չի կարելի ասել որ ինքը ընդհանրապես այսինքն մենակ ՆԱՏՕ-ի մեջ լինելը անակ Հայաստանին էլ օգուտներ կբերի որ ուղղակի ինքը լիներ ՆԱՏՕ-ի անդամ սա որոշակի զսպող մեխանիզմ իրանից ենթադրում է բայց ցավոք սրտի վերջին Պուտինի հարվածներին նման թույլ պատասխաններ տալը կամ ընդհանրապես չպատասխանելը ՆԱՏՕ-ն ցույց տվեց որ ինքը էֆեկտիվության լրջագույն խնդիրն է հիմա նկամ ՆԱՏՕ-ն վերակառուցվելու է ընդհանրապես որպես կառույց Երկրորդը ՆԱՏՕ-ն չէր պատրաստվում Ուկրաինային ընդունել, որտեղ այնտեղ կա Օրբան, այնտեղ կա բազմաթիվ հարցեր, հարցաթուրքիան կհամաձայնվեր թե չէ, բազմաթիվ խնդիրներ կար ՆԱՏՕ-ում, եւ այնպես չի, որ Ուկրաինային վաղը պատրաստվելու էին ընդունեին ՆԱՏՕ։ Եվ ինչպես հիշում եք, ես մի քանի անգամ ասել եմ, հա, ամերիկացիները մեզ խորհուրդ էին տալիս, պետքա նոր դաշինքների ձևաչափ ընտրել, այսինքն հիմա Ուկրաինան կարանտ պայմանագրեր կնքի ասենք Բալտիկ, Նորդիկ երկրների հետ, կարա առանձին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի հետ դաշինքներ կազմի, ինչ արդեն անում է Ուկրաինա։ Եվ այս պարագայում, օրինակ հիմա այդ անվտանգության երաշխիքների մեջ կարան եվրոպական մի շարք երկրներ պայմանավորվեն, որ Ռուսաստանի հարձակման դեպքում իրանք զորք են մտցնելու Ուկրաինա, հա։ Այսինքն ու դա կարա ՆԱՏՕ-ն չլինի։ Կարա ՆԱՏՕ-ի առանձին անդամներ առանձին պայմանագիր կնքեն Ուկրաինայից, ՆԱՏՕ-ից դուրս, որտեղ ՆԱՏՕ-ն այդ հնարավորությունը տալիս է այդ երկրներին մեծ հաշվով, իրենք կարող են առանձին անվտանգային պայմանագրեր կնքել երկկողմանի։
մեծ հաշվով։ Դրա համար այնպես չի, որ այդ ՆԱՏՕ-ի հարցը հիմա այդքան ակտուալ է, առավել եւս, որ այսօր ՆԱՏՕ-ի ամենամարտունակ բանակը, եթե ՆԱՏՕ-ն ընդունեին Ուկրաինան կլիներ։ Այսինքն ՆԱՏՕ-ի երկրներն են այսօր շատ բան Ուկրաինայից սովորում։ Դրա համար կարելի է պայմանագրի մեջ ուղղակի համաձայնեցնել, թե որ երկրներն են օրինակի համար առանձին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, չգիտեմ, Ուկրաինայում զորք տեղակայելու, պայմանականորեն դա չի լինի ՆԱՏՕ-ն, ենթադրենք, հա, ՆԱՏՕ-ն չի տեղակայի, բայց կլինեն ինչ որ բարեկամ երկրներ, հա, կամ պայմանականորեն Ավստրալիան կբերի զորք կտեղադրի։ Ուրեմն ասում տարբերակներ այստեղ այնքան շատ են, որ այս ՆԱՏՕ-ի հարցը ու այնպես էլ չի Ժորժիան Ուկրաինան շուտվանից արդեն հասկացել էր, որ ՆԱՏՕ իրան չեն ընդունելու, սա ոչ մի բանի մասին տեքստ է։ Առավելևս նորից եմ ասում, հիմա այս պատերազմից հետո բոլոր անվտանգային համակարգերը թարմացվելու են, վերափոխվելու են, բազմաթիվ նոր դաշինքներ են ստեղծվելու, երկկողմանի, եռակողմ, քառակողմ անվտանգային համակարգեր, հետաբար ցարապես ոչ մի բանի մասին է։ Դա հաճա, իհարկե դա հաճա, որ ինչ որ երկրի սահմանափակվում է ինչ որ քայլ անելու սուվերեն երկիր է, որտեղ կուզենա կմտնի։ Իհարկե դա հաճա, բայց գլխավոր նպատակն է մենք հասկենք։ Միացյալ Նահանգներին պետք է, որպեսզի այս պատերազմը արագ կանգնեցվի, որպեսզի ինքը ամրագրի իր լիդերությունը աշխարհում եւ կարողանա օգտվի բոլոր այն բարիքներից, որ ինքը կարող է։ Հիմա կհասկանանք։ Եվրոպական կործանիչները 9-րդ կետով կտեղակայվեն Լեհաստանում։ Սա էլ ոչ մի բանի մասին է, եվրոպական կործանիչները հիմա Լեհաստանում ուրեմն տեղակայված են, ասենք ընդհանրապես դա ամերիկյան կործանիչներն են տեղակայված, ոչ մի բանի մասին է։ 10-րդը ԱՄՆ երաշխիքներ։ ԱՄՆ-ն կստանա փոխհատուցում տրամադրված երաշխիքների համար։ Եթե Ուկրաինան ներխուժի Ռուսաստան, այն կկորցնի երաշխիքները։ Պարզը չէ, որ Ուկրաինան չի ներխուժի Ռուսաստան։ Ակնհայտորեն չի իմաստ չկա ուղղակի, որ Ուկրաինան ներխուժի Ռուսաստան։ Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, բացառությամբ համակարգված ռազմական արձագանքի բոլոր գլոբալ պատժամիջոցները կվերականգնվեն եւ նոր տարածքների ճանաչումը եւ այս համաձայնագրի այլ առավելությունները կչեղարկվեն։ Այս նոր տարածքների ճանաչումն ժողովուրդ ջան, այնքան հեսա մենք ներքևում կտեսնենք, այնքան անիմաստ նախադասություն է, որտեղ իրականում ճանաչվում է, բայց չի ճանաչվում։ Իրականում ոչ մի բանի մասին այս նոր տարածքների ճանաչումը։ Սա փաստացի արձանագրենք, ներքևում մենք կտեսնենք։ Սա էլ ոչ մի բանի մասին է, եթե Ուկրաինան հարձակվի Ռուսաստանի վրա, Ռուսաստանը իրավունք ունի պաշտպանվելու, եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, ուրեմն բոլոր պատժամիջոցները կվերականգնվեն եւ ամեն ինչը ինչ որ այս պայմանագրով կա կչեղարկվի։ Եթե Ուկրաինան առանց պատճառի հրթիռ արձակի Մոսկվայի կամ Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ, անվտանգության երաշխիքները կհամարվեն անբավեր։ Տեսեք, այստեղ սա վտանգավոր կետ է, որից պետք է ուղղակի ազատվել, որովհետեւ նախ Ուկրաինան չի պատրաստում։ Եթե դու վերևը գրել ես, եթե ասենք հրթիռ արձակելն է հարցակում կարա դիտարկվի, եւ ընդհանրապես անիմաստ կետ է սա, ինչի հենց Մոսկվայի Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ, այսինքն ինչ կարելի է օրինակ Բրյանսկի եւ Բելգորոդի ուղղությամբ արձակել, կտրամաբանություն չկա այստեղ։ Մոսկվայի հենց Պետերբուրգի ուղղությամբ, եթե ուրիշ տեղ ինչքան ուզի կարա արձակի, դրա համար սա անիմաստ է, բայց այստեղ ինձ թվում է Կիրիլ Դմիտրիևի դիվանագիտական գեշնորն է աշխատել, ինչի, որտեղ այստեղ սադրանքի էլեմենտ կարա լինի։ Օրինակ, հատուկ սես մի հատ կետ դրվի, որ հանկարծ ինչ որ մարդ էս, ասենք, ինչ որ մի հատ գործողություն արվի, Ուկրաինայի տարածքից Ռուսաստանի տարածք, ասենք, ինչ որ Մոսկվայի վրա հրթիռ ուղարկվի, ենթադրենք, չգիտեմ, Դոնեցկի այդ սահմանագծին ռուսները իրենքից իրենց ձևով հարված են, իրենքից իրենց ձեռքով հարված են օրինակի համար այնքան մոտիկ կամ տանեն մտցնեն, չգիտեմ, թաքուն մի տեղից արձակեն, որը կհամարվի սահմանագծից այն կողմ, այսինքն Ուկրաինայի տարածքից է արձակվել Մոսկվայի վրա ու ասենք պատերազմի տրիգեր կարա լինի։ Դրա համար սկետը շատ վտանգավոր է, օրինակ այս կետը պետք է չեղարկել, ընդ որում որ ինքը որպես այդպեսին անտրամաբանական է, որտեղ մի պարզ բան, այսինքն եթե սենց է գրվում, ուրեմն Ուկրաինան կարող ասի մենք կարանք ցանկացած տարածք ռմբակոծենք, բացի Մոսկվայից ու Պետերբուրգից։ 11-րդ կետ Ուկրաինան իրավասու է անդամակցելու Եվրամիությանը եւ կստանա կարճաժամ գետարտոնյալ մուտք դեպի եվրոպական շուկա, քանի դեռ այս հարցը քննարկվում է։ Այս կետով ամրագրվում է Պուտինի պարտությունը խայտարակ։ Ուկրաինան Պուտինը չի կարող որևէ սահմանափակում դնել Ուկրաինայի Եվրամիության անդամակցության վրա։ Հիմա տեսեք ինչ ենք ստանում, հիշեցինք։ Ուկրաինան կարողանում է պահել 600,000-անոց բանակ, Ուկրաինան անդամակցում է Եվրամիությանը, Ուկրաինան կարա բազմաթիվ անվտանգության դաշինքներ կնքվի, բազմաթիվ գործընկեր պետությունների հետ ում հետ կցանկանա, բացի ՆԱՏՕ-ից։ Հենց ՆԱՏՕ-ի որպես կառույց իր հետ չի կարող կնքել պայմանագրեր, հա, այսպես շարունակ։ Այսինքն Ուկրաինան եթե մտնում է Եվրամիություն,
Հիշում եք, մենք ինչքան ենք խոսում, որ Փաշինյանը ասում էր տնտեսությունն է որոշում արտաքին քաղաքականությունը։ Եթե Ուկրաինան դառնում է Եվրամիության անդամ, Պուտինը հավետ ընդմիշտ կորցնում է Ուկրաինան։ Իսկ պատերազմը ինչի համար էր սկսվել։ Այո, պատերազմը սկսվել էր, որպեսզի Ուկրաինան չդառնա Եվրամիություն։ Հիմա այն ռուսահպատակների համար, որ կսկսեն, հիմա ես պատկերացնում ոնց են թափրտում աչքերները, sense արդեն մի աչքը sense ձոր գատալի իրանց իրաց լեզվով ասեմ, հիմա ասեմ ինչն է խնդրեմը։ Ինչու սարքեցին, տեսեք հիմա ռուսների լկտիությունը։ Երբ որ ասում ես խի հարցակվեցիք, ասում է բա Մայդանը 14 թվականին։ Այսինքն ձեր ինչ շան գործն է, այ ոչնչություն ֆաշիստներ։ Մարդիկ իրանց երկրում, սեփական երկրում որոշել են հեղափոխություն անեն։ Ձեր ինչ գործ, արա, Մայդանը եղե, Մայդան չի եղե, իրանք որոշել են իրանց պրեզիդենտին փոխեն, չփոխեն։ Դուք ով եք, կամ ասում եմ, բա ինչի դուք չհարգեցիք Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդի իրավունքը, բա այ ոչնչություններ, ինչի դուք ժամանակին չհարգեցիք չեչենների իրավունքը, 3 պատերազմ վարեցիք չեչենական, ուրեմն որպեսի չեչեններին ստորացնեք 1 միլիոն չեչեններից 1/3-ը չեչենների ոչնչացրեցիք, Գրոզնին հավասարացրել եք հողին։ Ինչա չեչենները ուզում էին անկախանային։ Բայ ոչնչություններ, բա ինչի դուք չեչեն ժողովրդի իրավունքը չհարգեցիք, չթողեցիք անկախանան։ Ինչ գործ ունեք Դոնեցկի Լուգանսկի հետ։ Իսկ Դոնեցկի Լուգանսկի ռուսահպատակները կարող են շան հանգիստ քոչել իրանց սիրելի Ռուսաստան, այնտեղ ապրել սիրուն իրանց Պուտինի հետ եւ որևէ հարց չեր ծագի։ Ովքեր տեն շատ ուզում էին Պուտինի տակ ապրել, Ռուսաստանը ահռելի տարածքա չբնակեցված, ահռելի։ Վերցնում էիք ու քաշում էիք համապատասխան բանը դեպի Ռուսաստան։ Թուրքերեն բարկա։ Ու այնտեղ ապրում էիք ձեր համար։ Ու գործ չունեիք թե ինչ է, որտեվ Դոնեցկում եւ Լուգանսկում եղել են բազմաթիվ իրանք Ուկրաինայի սուվերեն տարածքից քշեցին Դոնեցկից Լուգանսկից այն ժողովրդին, ուղակի սպանեցին, տանջեցին, քշեցին, ովքեր Ուկրաինայի պետության կողմնակիցներ էին եւ մնացին իրենք իրանցով։ Չնայած շատ մարդիկ հիմա բերանները փակ ապրում են Դոնեցկում, Լուգանսկում վախով, որովհետեւ էլի Ուկրաինայի կողմնակիցներն են, ուղղակի տուն տեղ ունեն, չեն ուզում լքել, ստիպված են մնացել, բայց շարունակում են Ուկրաինայի կողմնակից մնալ։ Բայց իրանց իրավունքները տեսեք, ոչ մեկ հաշվի չառավ։ Ոչ մեկ հաշվի չառավ։ Հիմա Մայդանը ինչի Մայդանը տենց բորբոքեց ռուսներին եւ Պուտինին, այ ռուսահպատակներ։ Մի բարձ պատճառով, որովհետեւ Մայդանի ամբողջ իմաստն էր Ուկրաինայի Եվրամիություն անդամակցության դառնալը։ Այսինքն այս պայմանագրով Մայդանն էլ է հաղթանակ տարը, այս պայմանագրով Մայդանի նպատակն էլ է հասնում վերջնակետին եւ Ուկրաինան դառնում է Եվրամիության անդամ։ Յանուկովիչին ինչի լարեցին։ Որովհետև Յանուկովիչը հրաժարվեց ստորագրել, Սերժի պես ուզում էր ստորագրել ԵԱՏՄ եւ չստորագրել Եվրամիության համար։ Ուղղակի ուկրաինացիք թասիբով են թույլ չտվեցին։ Ուկրաինացիք իրենց լավն ու վատը հասկանում են, թույլ դրա համար հիմա վայելում են առանց վիզայի ռեժիմը։ Դրա համար հիմա ուկրաինական պասպորտով կարաս ցանկացած եվրոպական երկիր գնաց առանց վիզայի։ Եվ այդպես իրանք գնում են, աշխատում են, գալիս են։ Դրա համար Ուկրաինան վերջին տարիներին սկսել է շատ ավելի լավ ապրել, մինչև պատերազմը իհարկե։ Սրա մասին էինք խոսում։ Դրա համար այդքան ռուսներին բորբոքած Մայդանը ինչի համար էր, որ Ուկրաինան ուզում էր Եվրամիություն գնար, եւ այս պայմանագրով ամրագրվում է Ուկրաինան գնում է Եվրամիություն։ Սա տոտալ պարտություն է Պուտինի համար։ Իսկ Պուտինը ինչ էր ուզում անել, ինչ էր Կիև գնացել։ Պուտինը ուզում էր կամ Կիևում իշխանություն փոխել եւ սարքեր ամբողջ Ուկրաինան Բելարուս, այսինքն Ռուսաստանի հպատակ միութենական պետություն երկիր, միանշանակ միութենական պետություն էր դառնալու։ Այնտեղ հետարքիր բաներ կատարվել, չգիտեմ այսօր կհասցնենք խոսենք թե չէ, բայց այնքան հետարքիր բան կա, պարզվում է Ռուսաստան ավելի շուտ պետք է հարձակվեր Ուկրաինայի վրա Արցախյան պատերազմի հետ, այսինքն իմ ամբողջ այդ թեզը եւս մեկ անգամ հաստատվում է, բայց այդ մասին հետո խոսենք։ Եթե չհասցնենք 1-2 օրից խոսենք։ Հիմա տեսեք, ուրեմն եւ այս իրավիճակում, երբ որ Պուտինը ուզում էր կամ գրաver Կիևը եւ դներ իր դրածո նախագահին Մեդվեդչուկին, իսկ Մեդվեդչուկը կտաներ միութենական պետություն, կամ տարածքային ամբողջ Ուկրաինան գրաver եւ սկսեր տերոր աներ արևելյան Եվրոպան, վերադառնար սոցիալական լագերի երկրները, սոցլագերի երկրները, սոցիալիստական կներեք ասում սոցիալիստական լագերի երկրները վերականգներ, իր ազդեցությունը տարածեր Եվրոպայում, սկսեր շանտաժ անել արևմտյան Եվրոպայի երկրները, դառնային Թուրքիայի հետ երրորդ բևեռ եւ կհզորանար Պուտինը մի այլ ձև կհզորանար։ Դրա համար էր այս ամբողջ պատերազմը, իրան Դոնեցկ ու Լուգանսկ քանդված պետք չի, ինքան տարածք ունի։ Քանդած իր տարածք իր երկրում աղետի մեջ այնքան տարածք ունի որ չի կարողանում սարքել իրան այդ տարածք պետք չէր
Հաջորդը նախատեսվում է Ուկրաինայի 12-րդ կետով վերականգնման համար միջոցառումների գլոբալ փաթեթ ներառող, բայց ոչ սահմանափակող։ Հիմա տեսնենք ինչը։ Ուկրաինայի զարգացման հիմնադրամի ստեղծում արագ աճող ոլորտներում, մասնավորապես տեխնոլոգիաների, տվյալների մշակման կենտրոնների եւ արհեստական բանականության մեջ ներդրումներ կատարելու համար, դեպի data center-ներն ա, որ ուրեմն Հայաստանը չէ, Ռոստելեկոմը կառուցեց։ Ուրեմն նաև արհեստական ինտելեկտ եւ այլն, այսինքն Ուկրաինա, Ամերիկան եւ Եվրոպան Ուկրաինայում սկսում են ներդրումներ անել։ ԱՄՆ-ի համագործակցությունը Ուկրաինայի հետ բնական գազի ենթակառուցվածքների, այդ թվում եւ խողովաշակերի եւ պահեստարանների վերականգնման, զարգացման, արդիականացման եւ շահգործման գործում։ ԱՄՆ-ն մտնում է Ուկրաինայի էներգետիկայի ոլորտ եւ սկսում է վերականգնել, օգնել, արդիականացնել, այսինքն պարզը չէ, ԱՄՆ-ն մտնում է Ուկրաինա։ Պատերազմից տուժած տարածաշրջաններում համատեղ վերակառուցման ջանքեր, քաղաքներն ու թաղամասերը վերակառուցելու արդիականացնելու համար։ Պարզա չէ, բացատրելու կարիք չկա։ Ենթակառուցվածքների զարգացում, էլի բացատրելու կարիք չկա։ Բնական պաշարների եւ օգտակար հանածոների մշակում, գիտեք, Ամերիկան պայմանագիր կնքեց։ Այսինքն սա ամբողջը նրա մասին է, որ արևմուտքը մտնում է Ուկրաինա եւ սկսում է վերականգնել, ներդրումներ անել։ Համաշխարհային բանկի կողմից հատուկ ֆինանսավորման փաթեթ այս ջանքերը արագացնելու համար։ Մի հատ էլ համաշխարհային բանկը ֆինանսավորման փաթեթ է տալի հատուկ։ Հիմա տեսեք, Ռուսաստանը կվերաինտեգրվի համաշխարհային տնտեսության մեջ։ Տհաճ իհարկե տրաշնորհությունը, բայց այնպես չի, որ սա կախված է մենակ Թրամփից ու Պուտինից։ Սա այնքան դժվար process է, տասնամյակներով չեն վերաինտեգրվելու այսքանից հետո, եւ ինքը շարունակելու է մնալ ռիսկային, որովհետեւ քանի Պուտինը ողջ է, ոչ մեկ այլևս Պուտինին չի վստահելու։ Պատժամիջոցների վերացումը կքննարկվի եւ կհամաձայնվի փուլ առ փուլ եւ անհատապես հանելու մասին, այսինքն պատժամիջոցները կվերացվեն, բայց փուլ առ փուլ եւ անհատապես, այսինքն կամած դա կարատեվի 10 տարի, կարատեվի 15 տարի, Աստված գիտի ինչքան կարատեվի ժամկետներ նշված չեն, թե Ռուսաստանի վրից ինչ արագությամբ կհանվեն պատժամիջոցները։ Միացյալ Նահանգները կկնքի երկարաժամկետ հիմա այստեղ ժողովուրդ ջան շատ ուշադիր։ Սա այ ռուսահապատակներ, այնքան դուք պետք է գետինը մտնեք այս կետերի համար։ Գետինը մտնեք, թե ինչ է արել Թրամփը ձեր Պուտինի հետ։ Միացյալ Նահանգները կկնքի երկարաժամկետ տնտեսական համագործակցության համաձայնագիր փոխադարձ զարգացման համար էներգետիկայի, բնական պաշարների, ենթակառուցվածքների, արհեստական բանականության, տվյալների վերամշակման կենտրոնի, Արկտիկայում հազվագյուտ մետաղների նախագծերի եւ այլ փոխշահավետ կորպորատիվ հնարավորությունների ոլորտներում։ Սա սկիզբն է, սա Ռուսաստանի հետ է կնքվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտնում է Ռուսաստան նաև, այն Ռուսաստանը, որը պարկել է Չինաստանի տակ։ Սա ինչի մասին ենք խոսում, որ Թրամփը ուզում է պոկի Ռուսաստանը Չինաստանից, այսինքն մեր վերլուծությունները եղել է ճշգրիտ, եւ հիմա ըստ էության Ռուսաստանը, որ ասում էր Արկտիկան, Պուտինը մեր Արկտիկան մենք կմշակենք, հիմա այնքան տխուր վիճակում է, որ ինքը ստիպած է ընդունել, որ Արկտիկան պետք է ամերիկացիներին տա։ Իրար հետ միասին մենակով չի կարա անի։ Հասկանու՞մ, նաև տեխնիկական հնարավորություններ ինքը չունի այդ Արկտիկայում աշխատանքներ տանելու համար եւ ստիպած է կզել Թրամփի տակ, եթե ասում ես պայմանագիրը ստորագրվի։ Այսինքն տեսեք ինչքան ոլորտ է մտնում Ամերիկան Ռուսաստանում։ Ռուսաստանը կհրավիրվի G8 մեծությունյակ, լավ, կարա գա Իզգոյի պես ընդ միտեղ վերընկնի, պարզա չէ, որ մեկը ոչ մեկ առաջվա պես էլ Պուտինին չի վերաբերվելու։ Տհաճ է, իհարկե տհաճ է, բայց պայմանագիրը այնպես պետք է լինի։ Բունկերային բերանը մի բան պետք է գցեն, որ ինքը իր ժողովրդին կարողանա մատուցի, թե ինչի է ինքը պարտվել, բայց գնացել համաձայնության։ Այսինքն պետք է խափի ժողովրդին, որ ինքը իբր հաղթել է։ G8 ենք վերադառնալու հետո, այդ ինչա ձեզ տալիս։ Ուկրաինան անկախ է մնում, Ուկրաինան դառնում է Եվրամիության անդամ, ինչի մասին եք խոսում, ես չէ որ ձեզ մինչև այդ ասել եմ, բազմիցս իմ հետևորդներին ասել եմ, որ հաղթանակը Ուկրաինայի այլևս ապացուցված է, Ռուսաստանի ստրատեգիական պարտությունը այլևս ամրագրված է, որ պահին վերջնանա պատերազմը եւ Ուկրաինան ամրագրի իր անկախությունը եւ Եվրոպական միության անդամ դառնա, սուվերենությունը, Ռուսաստանը օֆիցիալ արձանագրում է իր տոտալ եւ ծանր պարտությունը այս ամեն ինչ, որտեղ ինքը լրիվ ուրիշ բանի համար էր մտել Ուկրաինա։ Ես նոր չեմ ասում, ես տարիներ եմ ձեզ ասում, որ տարածքը կկորցնի Ուկրաինան, բնակչություն կկորցնի Ուկրաինան, ասենք կապ չունի, եթե Ուկրաինան մնում է անկախ ու Եվրամիության անդամ, Պուտինը տոտալ պարտություն է կրում։ Այս երկու կետը հերիք է, որ մնացած ամեն ինչը ջնջվի։ Հիմա տեսեք, սառեցված միջոցները կօգտագործվեն հետեւյալ կերպ։ Սա էլ է ստորացուցիչ, հայտարարակ ստորացել ռուսականի սառեցված միջոցներն է։ $100 միլիարդ սառեցված ռուսական ակտիվները կներդրվեն ԱՄՆ-ի գլխավորությամբ Ուկրաինայում վերակառուցման եւ ներդրումային ջանքերում։
Պարզ է, չէ՞։ $100 միլիոն ներդրվում է Ուկրաինայում Ռուսաստանի փողերից։ Միացյալ Նահանգները կստանա այս գործողությունից ստացված շահույթի 50%-ը։ Այսինքն ինչ գործարքներ բանան ինչ իրականացվել է $100 միլիոն շրջանակում Միացյալ Նահանգները փայա վերցնում է։ Իդեպ ասեմ, ստեղ հələ հարցը եվրոպացիները շատ բորբոքված են այս կետից։ Արդյոք ասենք իրանք պետք է փողը տան, Բելգիան պետք է փողը տա, ռուսական սարսված ակտիվները ԱՄՆ-ն պետք է օգտվի։ Ուրեմն ասեմ, սա նախնականը Ժորժ ջան, հեսա էդ էլ խոսանք։ Ես հիմա ներկայացնում եմ ինչի համար, որտեվ ինչ որ կապիկներ թռվռում էին Facebook-ներով եւ ասում են Պուտինը հաղթեց։ Ինչ որ կապիկներ եթերներ էին մտե Մոսկվաներից կամ Ռուսաստաններից, ինչ որ հայեր տեսակ ձեր Զելենսկուն գցեցին։ Այ ուռոտ, կարդալ գիտես, վերցրու կարդայի հիվանդ ֆաշիստ։ Կապ չունի դու իմ հայրենակիցը չես, այ ոչնչություն։ Դուք չեք պատկերացնում ձեզ ինչ վատ օրեր է սպասվում։ Դուք չեք պատկերացնում ինչա տեղի ունենալու, երբ որ այդ 700-800 հազարանոց հանցագործների բանակը վերադառնա աֆղանստանցիները, երբ որ Աֆղանստանից վերադարձան, շատերը տեղյակ չեն։ Սովետական միությունում սկսվել են բռնաբարություններ, սպանություններ, խանութների թալաններ, որտեղ այդ մարդիկ սպանությունների կարոտ է, այսինքն արդեն հոգեկանը խախտված էր։ Իսկ այս բանտից ազատված հանցագործները հիմա որ վերադառնան Ռուսաստան, քիչ չի թվալու ձեզ այ ոչնչություններ։ Դուք չեք հասկանում ինչ է, դուք չեք հասկանում, որ Ռուսաստանի կործանման սկիզբն է։ Կայսրությունը չհաղթեց, կայսրությունը պարտվեց, եւ դա նշանակում է, որ կայսրության փլուզումը սկսվում է։ Եվրոպան կավելացնի $100 միլիարդ Ուկրաինայի վերակառուցման եւ Ուկրաինայի վերակառուցման համար հասանելի ներդրումների ծավալը մեծացնելու համար։ Այսինքն մի հատ է Եվրոպան $100 միլիարդ դնում Ուկրաինայի համար։ Մի հատ է կենտրոնական բանկն է, համաշխարհային բանկն է ֆինանսավորման փաթեթ տալիս։ Կփողա որ լցվում է Ուկրաինա։ Եվրոպայում սառեցված միջոցները կապասառեցվեն։ Հիմա ուշադրությունը չի ապասառեցվում։ Բացի այդ $100 միլիարդը, որ տալիս են Ուկրաինային, հիմա տեսեք ոնց է չոքացրել Դոնալդ Թրամփը Պուտինին, ոնց է ուզում Պուտինից ստանա իր ծախսերի դիմաց։ Սառեցված ռուսական ակտիվների մնացած մասը կներդրվի առանձին ԱՄՆ Ռուսաստան ներդրումային գործիքում, որը համատեղ նախագծեր կիրականացնի առանձին ոլորտներում։ Այս ֆոնդը կուղղվի հարաբերությունների ամրապնդմանը եւ ընդհանուր շահերի մեծացմանը, հակամարտությանը չվերադառնալու ուժեղ խթան ստեղծելու համար։ Ուրեմն տեսեք, ինչ է նշանակում, այսինքն տնտեսական համաձայնությունը չէ՞ նաև Ռուսաստանն ու Ամերիկան համատեղ ֆոնդ են ստեղծում եւ փաստորեն ամերիկացիները պատկերացնեք ոնց է, այն որ ասում է մեկ, ասենք պատկերացեք, ես Պողոսին ասում եմ, դու քո փողը դնում ես, մի հատ մեծ գործարան ես առնում, դու աշխատացնում ես, մենք իրար հետ աշխատացնում ենք, 50%-ը ես ինձ եմ վերցնում, ասենք $1 միլիոն դնում ես Պողոս, գործարան ես առնում, բայց օգուտը կիսվում ենք։ Հիմա հաս, որ ուրախությունից պետքա Պողոսը $1 միլիոն դնի, բայց մենք փողը 50-50 կիսվենք։ Այսինքն որ ուրախությունից դա պետք է արվի։ Բայց պատկերացնեք ինքը Պուտինին ստորացնում է, ինքը Պուտինի հաշվին փողը աշխատում, ռուսական փողից օգուտ աստան։ Մնացած սառեցված գումարն էլ ասում է դրանից էլ ես պետք է օգուտ ունենամ, սրանից էլ ես պետք է օգուտ ունենամ։ Հիմա Ժորժ ջան, իդեպ տարածեք լայքերը դրեք, ուրեմն բաժանորդագրվեք, մի քիչ տարածվի եթերը, որովհետև ուրեմն սա շատ կարևոր է, էլի, որ մարդիկ տեսնեն, որովհետև շատերը ինձ հարցեր էին գրում, պանիկայի մեջ էին շատերը, ուրեմն մենք հեսա Զելենսկու ելույթին կանդրադառնանք, ինչի համար է դա ասվեց եւ ինչի համար էր այդ ելույթը, որ շատերը ինձ ուղարկում են, ասում են, տես, կապիտուլյացիա պարտվեց եւ այլն։ Ուրեմն 15-րդ կետ կստեղծվի անվտանգության հարցերով համատեղ ռուս-ամերիկյան աշխատանքային խումբ, հա, իդեպ շնորհակալություն հովանավորներին, չմոռանամ բոլոր իմ հովանավորներին, որ շնորհիվ ես կարող եմ աշխատել, ովքեր ցանկանում են ալիքին աջակցել եւ նպաստել իմ աշխատանքին, կարող են դառնալ հովանավոր Patreon-ում կամ աջակցել PayPal-ի տարբերակով եւ խնդրում եմ լայքերը, կոմենտները, բոլոր գործիքները օգտագործեք բաժանորդագրվելը, որպեսզի եթերը տարածվի։ 15-րդ կետ կստեղծվի անվտանգ, մենք հեսա մի քիչ հետո խոսենք նաեւ ուրեմն ԱՄՆ կոնգրեսականների մասին վերնագրի մեջ կա շատ հետաքրքիր բան է տեղի ունեցել, ուրեմն Ադրբեջանին տոտալ անվստահությունը եւ իդեպ սա նաեւ խոսում է այն մասին, որ Ամերիկայում եմ լավ հասկանում, որ Թրամփի ճանապարհը շատ դուրս կասկածի տակ է դեռ, ես ասեմ։ Շատ հետաքրքիր հայտարարություններ արի ԱՄՆ կոնգրեսականները, սենատորները 27 հոգի։ Սենատը 100 հոգի է։ 1/3-ը հայտարարություն արել սենատի։ 1/3-ը եւ մենք այդ մասին խոսենք։ Ստեղծվի անվտանգության հարցերով համատեղ ռուս-ամերիկյան աշխատանքային խումբ այս համաձայնագրի բոլոր դրույթների իրականացումը հեշտացնել եւ դրանց պահպանումը ապահովելու համար։
Ռուսաստանը իր օրենսդրության մեջ կամրագրի Եվրոպայի եւ Ուկրաինայի դեմ չհարցակվելու քաղաքականությունը։ Պատկերացնում եք Պուտինին ստորացնում են, որպեսզի իր օրենսդրության մեջ դնի, որ ինքը Ուկրաինայի եւ Եվրոպայի վրա չի հարձակվելու։ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը կհամաձայնեն երկարաձգել չտարածման եւ միջուկային զենքի վերահսկման պայմանագրերը, ներառյալ ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրերը։ Դե սրանք միշտ իրար հետ սովետի ժամանակվանից ստորագրում են, կրճատում են, չեն կրճատում, դա առանձին հարց է, դա Ուկրաինայի հետ կապ չունի։ 18 Ուկրաինան համաձայն է մնալ ոչ միջուկային պետություն, համաձայն միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի։ Իսկ Ուկրաինան միջուկային պետություն էր, Բուդապեշտյան մեմորանդումով հանդես։ Իսկ այդ ով ասեց, որ տենց վաղը Ուկրաինան պետքա դառնար միջուկային պետություն։ Տենց ով կթողեր վաղը, տեսնում, ասենք, ով վաղը կբերեր ու միջուկային զենք կտար Ուկրաինային, ասենք, հեքիաթա, չէ, ասենք, դա շատ դե համար ուրեմն այսինքն դա մի պայմանում էր հնարավոր, եթե Ռուսաստանը չթարգեր պատերազմը այնքան եւ հասներ հարցը այնքան, որ Ուկրաինայի գոյատևման հարցը կանգներ, կարող այդ ժամանակ, ասենք, Մեծ Բրիտանիան միջուկային զենք տար Ուկրաինային։ Դա բան, բայց եթե խաղաղությունը ով պետք է թողներ Ուկրաինային միջուկային զենք ունենար։ Հիմար կետ է, անիմաստ կետ է։ Զապորոժիայի ատոմակայանը կշահագործվի, այսինքն այս պայմանագիրը խախտելու դեպքում Ուկրաինան ավելի հետաքրքիր բան ասեմ, այս պայմանագիրը Ռուսաստանի կողմից խախտելու դեպքում ստացվում է, որ Ռուսաստանը ընդունում է, որ Ուկրաինան իրավունք է ստանում ունենալ միջուկային զենք, ավելի վատ Պուտինի համար, այս կետը որ մտցված է։ 19 Զապորոժիայի ատոմակայանը կշահագործվի ՄԱԳԱՏԵ-ի, ձեզ շատ հայտնի է ՄԱԳԱՏԵ ռուսերենը IMG հսկողության ներքո, իսկ արտադրված էլեկտրաէներգիան հավասարապես կբաշխվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև 50-50 հարաբերակցությամբ։ Այս պահին Զապորոժիայի ատոմակայանը գտնվում է ամբողջությամբ Ռուսաստանի վերահսկողության տակ, 100%-ն կարող են իրանք վերցնել։ Բայց Թրամփը ասում է ոչ, դուք չեք վերահսկելու է ՄԱԳԱՏեն չեզոքա լինելու 50%-ը կտածես 50%-ը Ուկրաինային։ Օգուտ է Ուկրաինային, օգուտ է։ 20-րդ կետ, երկու երկրներն էլ պարտավորում, ես իմ պատկասում շատերիդ հայացքը, որտեղ շատերը լսել են, որ Ուկրաինան պարտվել է կապիտուլյացիայի է ենթարկվել, Զելենսկուն ստիպել են, հիմա այսքան կարդում եմ, շատերը փաստաթուղթ եմ կարդում, հեսա մի քիչ կասեմ որտեղից էլ է գալի նաև այդ ապատը։ Շատերը մտածում են, որտեղ է պարտվել Ուկրաինան, բայց ինչ են խոսում ռուսահպատակները, բախեք ուրա։ Ես իմ պատկասում երկրորդ վալերյանական են խմում արդեն։ Ուրեմն 20-րդ կետ, երկու երկրներն էլ պարտավորվում են դպրոցներում եւ հասարակությունում իրականացնել կրթական ծրագրեր ուղղված փոխմբռնմանը, տարբեր մշակույթների նկատմամբ հանդուրժողականությանը եւ ռասիզմի ու նախապաշարմունքների հաղթահարմանը։ Okay։ Ինչի մասին ասա, գրված չի կոնկրետ Ռուսաստանի հետ կապված։ Ինչ որ անկապ կետ է գրված, okay։ Ուկրաինան կկիրառի Եվրամիության կանոնները կրոնական հանդուրժողականության եւ լեզվական փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ։ Ժորժան, սա էլ է ընդհանուր գրած, ես ես պարզ ասեմ, եթե Ուկրաինան դառնալու է Եվրամիության անդամ, այդ տրամաբանական է, որ Ուկրաինան պետք է կիրառի Եվրամիության կանոնները։ Այսինքն առանց, սա ընդհանրապես այս կետը իդիոտիզմ է մտցնել ընդհանրապես, որովհետև գրած է Ուկրաինան դառնում է Եվրամիության անդամ։ Ուրեմն այս կետը, որի Ուկրաինան կկիրառի Եվրամիության կանոնները, абսուրդ է, ասում ես չգիտեմ ում մտքով է անցել այս ամեն ինչը ես գրել, չգիտեմ։ Երկու երկրներն կհամաձայնեն վերացնել բոլոր խտրական միջոցառումները եւ երաշխավորել ուկրաինական եւ ռուսական լրատվամիջոցների եւ կրթական համակարգերի իրավունքները։ Ահա այս կետը երևի ամենաինձ մտահոգիչ կետն է, արգելի հետևորդներ ջան, մտահոգիչ կետերից մեկը ասեմ, այստեղ մի երկու կետ կա, որից մտահոգում է։ Ռուսական լրատվամիջոցները, դուք գիտեք, սա ինչ վտանգավոր բան է, դա քարոզչություն է։ Իհարկե, ինչ ծավալով, ինչ քանակով, այստեղ ոչ մի բան գրված չի, կարող է ձևի համար թողեն մի հատ ռուսական կայք աշխատի օրինակի համար, չի բացառվում, հա, եւ այլն, բայց ես օրինակ ուկրաինացիների փոխարեն հենց այս կետի վրա կաշխատեմ եւ այս կետը կփոխեմ ռուսական լրատվամիջոցների։ Նախ մեխանիզմը գրված չի, այդ ոնց պետք է լինի, ասենք, որ այսինքն ինչ է նշանակում ռուսական լրատվամիջոցներ Ուկրաինա, ով կթողի ռուսական լրատվամիջոցները Ուկրաինայում աշխատել։ Երկրորդը, երբ որ բացվի Ուկրաինայի դաշտը, ժողովրդավարական երկիր է, դու ցանկա, այսինքն Ուկրաինայի ինտերնետն էլ ազատ է, հենց հիմա ուկրաինացին կարա մտնի ցանկացած ռուսական լրատվամիջոց, կայք կլինի, չգիտեմ եւ նայ։ Եթե խոսքը հեռուստատեսությունների մասին է կամ սպուտնիկների վերադարձի մասին է, դա արդեն գիտեք ինչ, դա արդեն պետք է դա ընդհանրապես չես կարող պարտադրել։ Դες մեխանիզմ չկա։ Այդ Հայաստանն է, որ ստրկացել է, հիմա բերել դրել են ու ինքը ստրուկի կարգավիճակով ապրում է։ Դες բան չկա, ոչ մի երկիր, դա միայն անհատապես երկիրը հատուկ պայմանագրով կարա թույլ տա, բայց ընդհանուր
ուրեմն երաշխավորել ուկրաինական եւ ռուսական լրատվամիջոցների եւ կրթական համակարգերի իրավունքները, դա ինչ որ, չգիտեմ, ինչ որ շատ վտանգավոր եւ ինչ որ շատ նաեւ ոչ միայն վտանգավոր, այլ նաեւ իրագործումն անհասկանալի, ոնց է այս կետը իրագործվելու, ասենք, ոնց է պահանջելու։ Ուկրաինան կարասի ես բացում եմ ինտեր հենց հիմա, ցանկացած ուկրաինացի կարա ցանկացած ռուսական կայք մտնի։ Ցանկացած յութուբյան ռուս բլոգեր կարա լսի։ Ինչ եք ուզում մեզանից։ Չկա տենց բան, որ պետք է պարտադիր իմ երկրում ռուսական լրատվամիջոցն ունի։ Ռուսալեզու լրատվամիջոց կա Ուկրաինայում։ Հենց հիմա Freedom ալիքը, ասենք, հատուկ ռուսերեն է հեռարձակում։ Լեզվական իրավունքները հարգված են։ Իսկ Ուկրաինան կարա պետական ալիք ունենա ռուսերեն լեզվով, ասի ես հարգում եմ ռուսների իրավունքները, լեզվական իրավունքները, հեսա ձեզ է ռուսական ալիք։ Բայց այդ ալիքը հստակ կարգավորվում է պետության կողմից, որպեսզի հանկարծ ոչ մի ռուսական նարատիվ չանցնի։ Դրա համար եմ ասում, այս միակ կետն է, որը ինձ ուղղակի տհաճ մտահոգում է, որովհետև իհարկե ուկրաինացիները այնքան են ատում արդեն ռուսներին, որ սա իրանց չի փրկի, բայց գլոբալ այս կետը պետք է այնպես կարգավորի, որ Ուկրաինան հնարավորություն ունենա ընդհանրապես արգելափակի բոլոր երկրի ներսում ուրեմն ռուսական ներկայությունը լրատվամիջոցների ներկայությունը սպուտնիկների մնացածի եւ նաեւ եթե դրանց ուզածը դա է եւ նաեւ մուլտիպլեքսում հանրային թույլ չտա ռուսական ալիքների ուրեմն մուտքը, սա կարեւոր է։ Նացիստական ոչ գաղափարախոսությունը եւ դրա հետ կապված գործունեությունը պետք է մերժվի եւ արգելվի։ Ուկրաինայում արդեն 10 տարուց ավել է գործում է օրենք, որտեղ արգելված են նացիզմն ու կոմունիզմը։ Օրենքով պետական Ուկրաինայի պետական օրենքով արգելված է նացիզմն ու կոմունիզմը։ Սա ռուսների համար է երևի գրված, որ պետք է նացիզմը մերժվի, որովհետև Ռուսաստանում տոտալ նացիզմը ու ֆաշիզմը։ Դրա համար արդեն Ուկրաինայի օրենսդրության մեջ սա կա Ժորժը։ Սա գիտեք ինչի համար է արված։ Էլի որ Պուտինը ինչ որ քարոզչական նպատակներով տանի իր ֆաշիստ հասարակությանը ներկայացնի, տեսեք, ես հասա նրան, որ կետերից մեկում գրվեց նացիստական ոչ գաղափար, այսպես ծեր են առե Պուտինին, սա ուղղակի ծաղր է։ Հաջորդը 21 տարածքներ։ Եվ երկրորդ հարցը, այստեղ հեսա մենք կանդրադառնանք, որը ուրեմն տհաճ է, բայց դե գիտեք ինչ հիմա պատերազմը Ուկրաինան պատերազմը Իրանից 5-6 անգամ մեծ պետության դեմ երկրորդ բանակը ունեցող, աշխարհի սախ Մենդելևի աղյուսակը ունեցող, տենց իբր բան երկրի դեմ, հա, ասենք պարզա որ ուրեմն պետք է մի բան գցել դեմները, որտեղ ուրիշ տարբերակ չկա, որտեղ արևմուտքը չի ուզում որ Ռուսաստանը պարտվի, պարզ մի բանի համար, որովհետև արևմուտքը հասկանում է, որ այնտեղ բազմաթիվ միջուկային մարտագլխիկներ կան, վախենում է դրանից եւ արևմուտքը նաեւ գլխացավանք չի ուզում, որ Ռուսաստանը դառնա 28-30 պետություն, որտեղ այդ 27-30 պետության համար է սկսել է նոր պայքար, նոր ռեսուրսներ, դրա համար արևմուտքը չի ուզում գլխացավանք եւ բացի դրանից էլ նոր ուժերի բալանսներ պետք է ստեղծվի ուրեմն այնտեղ այդ 28 պետություններին համակարգելու հավասարակշռելու համար հետո աստված չանե որ դրանք սկսեն միասին իրար հետ պատերազմ ընդհանրապես կսկսի պայթյուն աշխարհում, հա, այդտեղ թուրքալեզու պետություններ կման եւ այլ մի խոսքով կսկսվի քաոս։ Դրա համար չնայած ես վստահ եմ որ Ռուսաստանի կործանումը ուրեմն շատ հավանական է եւ առաջիկա տարիներին սկսվելու է, կարող է տևի 10 տարի, կարող է 20 տարի, կարող է մի տարի տևի, կարող է մի օր տևի, ոչ մեկ չգիտի։ Բայց այդուամենայնիվ սա արվում է նրա համար, որ Պուտինի դեմքը փրկեն։ Դրա համար Ուկրաինային կաթիլայինով են զենք տալիս, դրա համար ամեն ինչ անում են, որ Պուտինը ուղղակի Ռուսաստանը չկործանվի։ Ղրիմը, ինչպես նաև Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերը դե ֆակտո կճանաչվեն որպես Ռուսաստանի տարածք։ Ուշադրություն, դե ֆակտո։ Դե ֆակտո եւ դե յուրեի միջև կա ահռելի տարբերություն։ Դե ֆակտո Ղրիմը Ռուսաստանի տարածք է։ Դե յուրե ոչ։ Որտեւ դե ֆակտո այսօր ռուսներն են, փաստացի այսօր ռուսներն են ուրեմն Ղրիմում, բայց իրավաբանորեն միջազգային իրավունքով դա համարվում է Ուկրաինայի տարածք եւ համարվելու է Ուկրաինայի տարածք։ Հետևաբար դե ֆակտո կճանաչվեն որպես Ռուսաստանի տարածք, սա ծաղր է Պուտինի նկատմամբ, որտեղ դե ֆակտո Լուգանսկում այսօր Լուգանսկի 99%-ում ռուսական զորքեր են։ Դոնեցկի, ասեք, չգիտեմ, 70-80%-ում ռուսական զորքեր են։ Հա, մոտարապես թվեր եմ ասում, հստակ չգիտեմ։ Այսինքն դե ֆակտո այդ տարածքները Ռուսաստանի տակ են։ Դե յուրե իրանք Ուկրաինային շարունակել են մնալ Ուկրաինա եւ Պուտինին ձեր են առել սա ուղակի։ Դե ֆակտո կճանաչվի որպես Ռուսաստանի տարածք, այցու Միացյալ Նահանգների կողմից։ Միացյալ Նահանգները ասում են դե ֆակտո Ղրիմը Ռուսաստանի տարածք է։ Բա դե յուրե, բա միջազգայինորեն, բա փաստացի։ Փաստկեն ոչ մի բան դա չի տալի Պուտինին, որովհետեւ դրանից հետո միջազգային իրավունքով էլի Ուկրաինան իրավունք է ունենալու հետ պահանջի իր դե յուրե իր տարածքները։
Խերսոնի եւ Զապարոժիայի մարզերը կսառեցվեն շփման գծի երկայնքով, ինչը կնշանակի այս գծի դե ֆակտո ճանաչում որպես փաստացի սահման։ Okay, այդ սահմանի գծով սառեցումը մենք շուտվանից էինք հասկանում, որպեսզի ուկրաինական կյանքերը խնայենք, որպեսզի այս դաժան պատերազմը կանգնի եւ հետագայում Ուկրաինան կզարգանա եւ այն տարածքներում կսկսվի բունտ, որ փախնեն գան Ուկրաինա, որտեղ շատ հələ հարց է այդ տարածքներում մարդ կմնա, թե չի մնա Ռուսաստանի գալուց հետո։ Ինչևիցե փաստացի այդ գծով սահմանը, ուրեմն պատերազմի գծով այստեղ սահմանը սառեցվում է։ Ռուսաստանը կհրաժարվի իր կողմից վերահսկվող այլ համաձայնեցված տարածքներից, նշված 5 շրջաններից դուրս։ Խոսքը հիմնականում Խարկովի շրջանի մասին է, այդ նույն Կուպյանսկի, որը հեսա մենք շուտով խոսենք այդ մասին, Պուտինը արդեն իբր վերցրել է, հա, ու ճաղում էր իրան եթերում երեք, որ Կուպյանսկը վերցրել, ուզում եք Կուպյանսկի նման, բայց չի վերցրել Ժորժյան Կուպյանսկը։ Ուկրաինայի զինված ուժերը կհանեն իրենց զորքերը Դոնեցկի մարզի այն մասից, որը նրանք ներկայումս վերահսկում են, եւ այս գոտին կհամարվի չեզոք ապառազմականացված բուֆերային գոտի, որը միջազգայինորեն ճանաչված է որպես Ռուսաստանի Դաշնության տարածք։ Հիմա տեսեք, մի քիչ առաջ գրված էր, որ դե ֆակտո կճանաչվի որպես Ռուսաստանի տարածք։ Ներքևում գրված է միջազգայինորեն ճանաչված է որպես Ռուսաստանի Դաշնության տարածք։ Չի կարող այսպիսի բան լինի, սա տգիտություն է, սա ով որ սա գրել է, սա լրջագույն բաց թողում է, որտեղ դե ֆակտոն դա միջազգայինորեն ճանաչված չի։ Դե ֆակտոն դա դե յուրե չի։ Եվ շատ մասնագետներ են այս կետի վրա նշում, որ սա տգիտություն է, չի կարող այսպիսի բան լինի։ Եվ այս միջազգայինորեն բառը այստեղից միանշանակ հանվելու է, ես դրանում վստահ եմ, էլի, որտեղ անհնար է դա մնա, որտեղ ուղղակի տրամաբանական չի, եթե դու դե ֆակտո ես ճանաչում, ուրեմն միջազգայինորեն ճանաչված չի։ Ռուսական զորքերը չեն մտնի այս ապառազմականացված գոտի։ Հիմա Թրամփը ինչ որոշեց։ Թրամփը ասեց դե ուկրաինացիք այնտեղ Սլավյանսկ, Կրամատորսկ քաղաքները, որոնք Դոնեցկի մեծ քաղաքներ են եւ այսպես ամրացված են, շատ ամրացված են, եւ Ռուսաստանը հիմա այնտեղ էլի տարածքներ կան, որ չի կարողանում մտնի, ուկրաինական զորքը չէր ուզում այդտեղից դուրս գալ եւ ավելին ցեզ ասեմ, Ուկրաինան Հայաստան չի, Ուկրաինան Ռուսաստան չի։ Եթե հիմա Զելենսկին հրաման տա այդ տարածքներից հետ քաշվել, զորքը չի անի Զելենսկին, բայց եթե հիմա զորքին հրաման տա դուրս գալ, այդտեղից զորքը կարող է դուրս չգա։ Մեծ հավանականությամբ դուրս չի գա։ Ավելին ասեմ, դա Զելենսկուն կարող է քաղաքական կարիերա ավարտվի Զելենսկու դրանից հետո, եթե ինքը հիմա հրաման տա, այդ տարածքներից ուկրաինական զոր, դա ոչ թե ասում եմ ցանկություններն է Զելենսկու, այլ դա դաժան իրականությունն է պատերազմի եւ ուկրաինական ժողովրդի թասիբի, որ դու չես կարող ուկրաինական զորքին ասի ուղակի ստեղից դուրս արի։ Դա կարա ուղակի ճակատագրական լինի Զելենսկու համար։ Զելենսկին սա փայլուն հասկանում է եւ ինքն էլ ցանկություն չունի։ Այսինքն հրաման տալ դուրս գալ այն տարածքներից, որոնք տարիներով ամրացված են եղել եւ ռուսները այդտեղ դա գրավելու համար առնվազն 200-ից 500,000 զոհ են տալու, 200-ից 500,000։ Դա փաստ է եւ ու տևելու է դա կարող է տևի, ասենք 5-ից կամ լավ այսպես ասենք 2-ից 10 տարի, Աստված գիտի, 2 տարի կտևի թե 10 տարի կտևի եւ ինչքան զոհ կտան։ Ոչ մեկ չգիտի, կարող է այդտեղ էլ Ռուսաստանի զորքը կանգնի եւ թաղվի։ Ոչ մեկ չգիտի։ Դրա համար սա ամենատահաճ կետն է, երբ որ խորամանկությամբ Թրամփը ուզում է այստեղից ուկրաինական զորքը հանի, որպեսզի Պուտինին բավարարվի, որ Պուտինը գնա իր ժողովրդին ասի Դոնեցկը վերցրեցինք, ժողովուրդ, Դոնեցկը, ոչ թե Ուկրաինան, Դոնեցկը։ Այո, ուկրաինացիները դժգոհ են եւ իրավացիորեն դժգոհ են, որովհետեւ դա իրանց երկիրն է, իրանց հողերն է։ Բայց դա չի նշանակում, որ Պուտինը չի պարտվել, որ չեն վերցրել դեմքով sense ցեխին քսել։ Դա չի նշանակում։ Հիշեք ինչ էր պահանջում ինքը Ստամբուլում։ Ուկրաինական բանակը պետքա լինի 85,000։ Սպառազինությունը պետք էր լինել շատ քիչ։ Ընդհանրապես իրավունք չունեին Ուկրաինային դրսից որևէ արևմտյան սպառազինություն մատակարարել։ Բոլոր զորքի եւ զենքի տեղակայման տեղերը պետքա Ուկրաինան համաձայնեցնել Ռուսաստանի գենշտաբի հետ։ Սա 4 տարի առաջ Ստամբուլյան համաձայն, որոշ տագետներ հիմա ասում են, որ տարան վերջը Ստամբուլյան համաձայնագրել ժողովուրդ 600,000 զորք, ոչ մի սահմանափակում զենքի գնման վրա, ոչ մի 600,000 միջև ատամները զինված զորք, 150 հատ Ռաֆալա պատվիր է, 100 հատ Ռաֆալա պատվիր է Ֆրանսիայից, 150 հատ Գրիպենա պատվիրել ուրեմն Շվեդիայից, F-16-երը շարունակում են գան, ուկրաինական բանակը շարունակում է միջև ատամները զինվել, ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը, հիշեք այդ բունկերային ճիճուն ինչ էր ուզում 4 տարի առաջ, ուր է հասել հիմա։ Ուր է հասել հիմա։ Հիմա շարունակում ենք։ Երբ ապագա տարածքային պայմանավորվածությունները, ասում ստեղ էլ տահաճ կետը Դոնեցկի մասն է, որ ոչ մեկ չի ցանկանում, նաև ուկրաինացիները, դա աբսուրդ է։
Սա աբսուրդ է, որ ագրեսորին մի հատ է չգրաված տարածքը զիջե։ Սա աբսուրդ է։ Եվ եվրոպացիները կարծում եմ սա թույլ չեն տա, մի խոսքով սա ամենատհաճ կետերն է։ Ժորժ ջան, տհաճ է հոգեբանական իմաստով, բարոյական, արժանապատվության իմաստով։ Բայց դա չի նշանակում, որ Ուկրաինան պատվեր է։ Ուկրաինան մեկը հաղթել է, որտեղ ինքը դառնում է Եվրամիության անդամ 600,000-անոց միջև ատամները զինված բանակով։ Ես հիմա խոսում եմ, այս պայմանագիրը ես չեմ համաձայն։ Ես չեմ կարծում, որ սա կիրականացվի։ Ես չեմ կարծում, որ սա այս տեսքով կմնա։ Ես ուղղակի ինչու եմ սենց ասում։ Ես ուզում եմ ստորացնեմ նրանց, ով որ Facebook-ներում թռվռում էր, այն ռսահայ ստրուկներին, ոչնչություններին, որոնք թռվռում էին, թե Ուկրաինան պարտվել է։ Երբ ապագա տարածքային պայմանավորվածությունները համաձայն, ես անգամ այս պայմանագրով, որը սենց չի մնալու, անգամ այս պայմանագրով ձեր Պուտինի դեմքը ցեխով ասֆալտով ման տվեցի, որպեսզի հասկանաք։ Տրամպը մտավ Պուտինից, սկսեց փող աշխատել Պուտինի վրա, ամրագրեցի Պուտինի ստրատեգիական պարտությունը, Պուտինը չստացավ Ուկրաինան գնաց Եվրամիություն, որի արդյունքը պատկերացրեք 10 տարվա կտրվածքով ինչա դառնալու Ուկրաինան ու ինչ ուրա հասնելու Ռուսաստանը։ Ինչպես երբ ապագա տարածքային պայմանավորվածությունները համաձայնեցվեն, ինչպես Ռուսաստանի Դաշնությունը, այնպես էլ Ուկրաինային պարտավորում են չփոխել դրանք ուժով, այս պարտավորությունների խախտման դեպքում անվտանգության որևէ երաշխիք չի կիրառվի։ Ռուսաստանը չի խոչընդոտի Ուկրաինայի կողմից Դնեպր գետի օգտագործում առևտրային գործունեության համար եւ կկնքվեն համաձայնագրեր Սև ծովով հացահատիկի ազատ տեղափոխման վերաբերյալ էս էլ պարզա։ Կստեղծվի մարդասիրական կոմիտե 24-րդ կետով կշռուցված հարցերը լուծելու համար։ Բոլոր գերիները եւ մահացածների մարմինները կփոխանակվեն բոլորի դիմաց սկզբունքով արտակարգ կետ, բոլոր քաղաքացիական պատանդներն ու բանտարկյալները, այդ թվում երեխաները կվերադարձվեն արտակարգ կետ Ուկրաինայի համար, կիրականացվի ընտանիքների վերամիավորման ծրագիր արտակարգ կետ Ուկրաինայի համար, միջոցներ կձեռնարկվեն հակամարտության զոհերի տառապանքները մեղմելու համար։ 25 Ուկրաինայում ընտրություններ կացկացվեն 100 օրից։ Սա Ուկրաինայի ներքին խնդիրն է, իրանց օրենսդրությամբ դե չեմ սխալվում 180 օր է պետք։ Սա չգիտեմ ինչու է ասենց արվել, ում խացել կեկն է եղել սա, ում ցանկությունն է եղել։ Ես կարծում եմ, որ սա չիրականացվող բան է 100 օր հետո ընտրությունները, բայց սա մեզ չի վերաբերում Ժորժ ջան, սա արդեն Ուկրաինայի ներքին խնդիրները, արդեն Զելենսկին Թրամփին կբացատրի, ոնց կբացատրի, ինչը, սա դուք ձեզ թեթև պահեք այս հարցում, թե Ուկրաինայում շատերը Ուկրաինայում ընտրություններ, դա ձեզ չի վերաբերում, Ուկրաինայում կլինի ընտրություններ, չի լինի ընտրություններ, դա Ուկրաինայի ներքին գործն է։ Մենք նայում ենք ընդհանուր աշխարհակաղակական իրավիճակը, ինչ վիճակում են հայտնվում պետությունները այս պայմանագրից հետո։ 26 այս հակամարտության մեջ ներգրաված բոլոր կողմերը կստանան լիարժեք համաներում պատերազմի ընթացքում իրենց գործողությունների համար եւ կհամաձայնվեն ապագայում որևէ պահանջ չներկայացնել կամ որևէ բողոք չքննարկել։ Սա մի քիչ հակասական կետ է, որտեղ ռուսական հանցագործները պետքա պատժվեն, այստեղ խնդիրը առաջանում, սա էլ պետք է աշխատվի այս կետի վրա, սա էլ տհաճ է, բայց դրանից Ռուսաստանը չի հաղթում։ Դրանից ոչ մի բան չի ստանում Ռուսաստանը։ Լավ, ասենք հանվում է մեղադրանքների վրայից։ Ռուսաստանի ստրատեգիական պարտությունը ամրագրված է։ Ուկրաինան Եվրամիության անդամ է 600,000-անոց մինչև ատամները զինված բանակով։ 27 այս համաձայնագիրը կլինի իրավաբանորեն պարտադիր, դրա իրականացումը կհսկվի եւ կապահովի խաղաղության խորհուրդը, որը գլխավորի նախագահ Թրամփը, խախտումները կետարկվեն պատժամիջոցների, երբ բոլոր կողմերը վերջի կետը, երբ բոլոր կողմերը համաձայնվեն այս փաստաթղթի հետ, հրադադարը ուժի մեջ կմտնի անմիջապես երկու կողմերի զորքերի նախապես համաձայնեցված դիրքեր հետ քաշելուց հետո համաձայնագրի իրականացումը սկսելու համար։ Որտեղ տեսակ դուք ստեղ Ուկրաինայի կապիտուլյացիա։ Կարակ բացատրեք, հարգելի հետևորդներ ջան, խնդրում եմ, մի հատ ինձ բացատրեք։ Ես հասկանում եմ, որ հիմա Պուտինամոլ, Պուտինասեր ոչնչությունները արդեն մեռնում են, ցենց իրանց հույս են տալի, ասում են, հա դուք չեք հասկանում եմ։ Ցավում եմ ձեր համար, բայց էսա ձեր վիճակը, եւ հետաքրքրական մի բան ասեմ, Ժորժ ջան։ Ուրեմն սա որտեղից է եկել շփոթությունը։ Այնտեղ դուք հիշում եք, որ ուրեմն մի լրագրողի թվիթի տակ էքսում ուրեմն բանը մտնում է գրում է, որ սա, այսինքն երբ որ ծրագիրը առաջին հրապարակվում է, ուրեմն կա առաջի տարբերակ, որը Կիրիլ Դմիտրիևն է ներկայացրել, այսինքն Ռուսաստանի պահանջները բերել է Կիրիլ Դմիտրիևը։ Լրատվամիջոցներից մեկի ձեռքում հայտնվել է ի սկզբանե ռուսը էլի երևի 28 կետ է եղել դրա համար շփոթացրել, բայց ի սկզբանե հրապարակվել է ռուսական պահանջները, որը Կիրիլ Դմիտրիևը բերել է, որից հետո այդ պահանջները ամերիկյան ադմինիստրացիան աշխատել, այդ թվում երևի Ռուբիոն ամատակապ է, չեմ կարող ասել, կամ Քուշներն ու Վիտկովն են աշխատել, չգիտեմ ելով աշխատել, այնտեղ մենակ իրանք չերևի դիվանագիտական թիմը աշխատել այս պահանջները, որտեղ երևի որ խորամանկ մշակված բացառությամբ մի երկու խայտարակ բաց թողման, որ չգիտեմ, երևի ոչ բոլոր կետերի վրա են աշխատել, երևի սրանք հետո մի երկու կետ Դմիտրիևի հետ իրանք են ավելացրել դրա համար, ասենց աբսուրդ դարձել, չգիտեմ,
Բայց փաստը հետեւյալն է, որ երբ որ լրագրողը այդ պայման այդ փաստաթուղթը հրապարակում է Կիրիլ Դմիտրիևի, որքան հասկանում ենք, ուրեմն Witkoff-ը փորձում է տակը գրել, որ սա կայա գրում, կայի ոնց որ տարբերակն է, մերը չի, հետո ջնջում է արագ։ Այսինքն դրանից, այսինքն սա ինչ են անում, ի սկզբանե ըստ էության Ռուսաստանի պայմաններն են բերում ներկայացնում, մարդիկ մտածում են, որ դա սա Զելենսկու կապիտուլյացիան է եւ այլն, բայց սա իրականում այլ տարբերակ է լինում։ Հետո արդեն արտահոսք է լինում իրական տարբերակի, արդեն օֆիցիալ փաստաթուղթը հայտնում է նաեւ ուկրաինացիների ձեռքը, արդեն հիմա փաստաթուղթը եւ Պուտինին ուղարկված եւ Ուկրաինան ունի այդ փաստաթուղթը, որտեղ արդեն օֆիցիալ այս պայմաններն են։ Եվ այստեղ բան չկա։ Հիմա Զելենսկու ուղերձի հետ կապված շատերը խառնեցին էլի ինչ որ բան, Ժորժյան, շփոթմունքը եկել է գիտեք որտեղից։ Ուրեմն շատերը չգիտեն, որ երեք Ուկրաինայում արժանապատվության հեղափոխության օրն էր, այսինքն ինչը, այո, դուք ճիշտ եք, հենց Մայդանի օրը։ Որտեղ 11 տարի առաջ, թե 13 թվականի նոյեմբերից սկսվեցին այդ շարժումները, հետո 14 թվականին արդեն Մայդանը տեղի ունեցավ, բայց ձմռան սկզբին տեղի ունեցան, այսինքն աշնանվեր ձմռան սկսեցին այդ շարժումները, դրա համար արժանապատվության հեղափոխության օրը 12 տարի առաջ կարելի ասել։ Եվ երբ որ Զելենսկին խոսում էր արժանապատվություն բառը այդքան շատ օգտագործեց, շատերի մոտ շփոթմունք առաջացավ, որ մենք մեր արժանապատվության խնդիր կա, ոչ, արժանապատվության հեղափոխության օրն էր, ինքը խոսում էր իր երկրի խնդիրներից, ներքին միասնության, կոռուպցիոն սկանդալի հետ կապված խնդիրներ կար, ինքը փորձում էր կանխել ընդդիմության եւ ռուսական գործակալական ցանկի փորձերը պարախաբոտների եւ ասենք եւ մնացածի պարակտել հասարակությունը, ինքը խոսում էր միասնության, արժանապատվության եւ շատ հարցերի մասին, որտեղ որ ինքը խոսում էր, որ դժվար, այո, դժվար է Տրամպի մասին, այո, ուկրաինացիների պահանջները շատ ավելի բարձր են, որտեղ ուկրաինացիները Պուտինից ուզում են ավելին ստանալ։ Հասկանում եք տարբերությունը։ Ուկրաինացիներին սա ձեռ չի տալիս։ Ուկրաինացիները, որ շատերին լսեք, Ուկրաինայում այսօր բավականին լուրջ քանակի մարդիկ կա, որ ասում պետք է վերադառնան 91 թվականի սահմաններին, մեզ հետաքրքիր չի ոնց։ Դուք մի խառնեք այն ինչ որ Ուկրաինայի ժողովուրդն է ուզում եւ ինչ որ մենք ունենք աշխարհ քաղաքականության մեջ արձանագրված Պուտինի պարտություն։ Դա տարբեր բաներ է ժողովուրդ ջան։ Դա ոնց որ չգիտեմ, Մերկուրին ու բաղնիքի կռուշկ են։ Ընդհանրապես կապ չունի իրար հետ։ Ես ուզում եմ որ դուք այս տարբերությունը հասկանաք, դուք հասկանաք ինչ իր հետ կապված, ինչ իր հետ կապված չի։ Դուք մի լսեք որ ուկրաինացիները բողոքում են։ Իրանք արդարացի են բողոքում։ Շատ արդարացի են բողոքում։ Ուկրաինայում ապրող ցանկացած մարդ ունի բարձր արժանապատվություն, այսօր որ հատկապես կռվի մասնակցում կամ երեխա ունի կռվի մեջ, հա։ Իրանք ավելին են ուզում եւ ճիշտ են ուզում։ Իրանք հիմա տեսակ Զելենսկիի արձագանքը ինչ եղավ։ Զելենսկին համախմբեց ամբողջ Եվրոպան եւ ընդ որում այդ ուղերձով էլ Տրամպին դեմ տվեց, որովհետեւ ամերիկյան մամուլը այդ ուղերձից հետո սկսեց հարց տալ Տրամպին, ասեց ոնց դու Ուկրաինային բան ես ստիպում։ Դու Ուկրաինային բան ես ստիպում, փոխանակ Պուտինին ստիպես։ Եվ ահա որ արձագանք պատտվեց հանրապետական կուսակցության ներկայացուցիչները դեմ դուրս եկան Տրամպին։ Մի քանի հոգի, ընդ որում հեղինակավոր հանրապետականներ, դեմոկրատներից մի քանիսը։ Եվ սկսեցին քննադատել բացահայտ Տրամպին։ Ասենք Լինսի Գրեմը, որը միշտ Տրամպի հավատարիմ զինակիցն եղել, դուրս եկավ դեմ Տրամպին։ Միչել Միչմակ Կոնելը Պաշտպանության հանձնաժողովի նախագահ կա այնտեղ կոնգրեսում։ Դուրս եկան դեմ հանրապետականներին, չի մաս։ Եվ Զելենսկու քայլը, որը մի քանի բանի էր ուղղված էր եվրոպացիներին համախմբելու, ուղերձ էր աշխարհին, ուղերձ էր մի մասը ներքին իր լսարանի համար արժանապատվության հեղափոխության օրվա կապակցությամբ, մի մասը եվրոպացիներին էր, մի մասը ամերիկացիներին էր, եւ ըստ էության իր ուղերձը աշխատեց այնքանով որ մենք կտեսնենք ներքևում Տրամպը հրաժարվեց իր խոսությունից։ Առաջի օր ուրիշ բաներ խոսում, երկրորդ օրը արդեն ուրիշ բան ասաց։ Հիմա դրա համար եմ ասում, այս փաստաթուղթը բացարձակապես վերջնական չի եւ մենք հիմա կհասկանանք։ Հիմա տեսեք, Տրամպը երկու օր հետո հետ կանգնեց։ Բայց մենք տեսանք նրանց եւ իդեպ առաջին օրը ինքը ասաց, որ Զելենսկուն պետք է հավանի այս ծրագիրը, հակառակ դեպքում պետք է կռվի։ Հաջորդ օրը ասաց, որ ուրեմն սա վերջնական չի, որտեղ ասում են մինչև նոյեմբերի 27-ը տվել են ժամկետ, մինչև Thanksgiving-ը ժամկետը տված պետք է անի։ Հետո ասաց, որ կարանք երկարացնենք։ Մի խոսքով ասեմ ձեզ, ուրեմն արդեն Տրամպի վրա ճնշումը այնքան մեծ է, ես չգիտեմ ինքը մանրամասներ գիտեր կետերի, չգիտեր կետերի, որ Տրամպը արդեն ասաց, որ վերջնական չի։ Եվ պետք է աշխատենք, թեթև ասենք ակնարկներ արեց եւ ուրեմն եվրոպացիների, սա մենք ներքևում կհասկանանք, բայց մենք տեսանք բոլոր նրանց, ովքեր
Ուրեմն Facebook-ում կամ ասենք ընդհանրապես Հայաստանում կամ ռուսահայերը Ռուսաստանում են մարդիկ ովքեր բազմաթիվ արժանապատիվ Ռուսաստանում ապրող հայեր ունենք, որոնք դեմ են Պուտինին, որոնց համար մենք ցավում ենք իրոք, որտեղ իրանք ինչ-որ պատանդեր դառ իրավիճակի, բայց und որում գիտեք, չէ, կան ինչ-որ մի մասսա, որը փորձում էր սենց իբր օբյեկտիվ ձևանալ, փորձում էր իբր ինչ-որ հավասարակշռեր, ինչ-որ բան, եւ շատերի դիմակը ուղակի պատրվեց, որովհետեւ միշտ տխմարությունը, տգիտությունն ու անգրագիտությունը չխորանալը միանգամից, երբ որ դու ներսում ցանկու, տեսեք, սրտացավ մարդը ինչ ար, մենակ ես առաջինը ինչ արեցի։ Ես երեք չմտա եթեր, ես երեք չառաջուրը չմտա եթեր, ես սպասեցի, մինչև հաստատված տարբերակը հասկանամ, որ նա թարգմանեցի, կարդացի, ուսումնասիրեցի, ուրեմն տեսա, որ այո, եւ Ամերիկայում էլ այսօր քննադատություն է եւ շատ Եվրոպայում է եւ այլն, բայց հասկացա, որ սա բացարձակ ոչ միայն պարտություն չի Ուկրաինայի, սա Պուտինի պարտությունն է, սա Պուտինի ստրատեգիական պարտության ամրագրումն է։ Հանգիստ սպասեցի, իսկ այն մարդը, ով որ ում ներսում որ ապրում է Պուջուր Պուտին, իր ունիտազով գլխի մեջ, որ Պուտինը ինչ որ գիտեք, անում է այդ ռուսական ռոպագանդան, որ ունիտազը միացրած է գլխներին, բայց փորձում է ձևանալ կույս կներեք արտահայտությանս համար։ Այդ մարդիկ պայթեցին միանգամից, տեսակ ինչ տեղի ունեցավ։ Չէ, տեսակ տղեկ տեսակ, որ դուք ձեր դիմակները հերթական անգամ պատրվեց, դուք էլ գույս չեք։ Ու մենք գիտենք դուք ով է ձեր կուսությունը առեշատ ներողություն արտահայտությանս համար։ Դուք ոչնչություն եք ու ոչնչություն էլ կմնաք։ Հաղթողը երրորդ պետության առաջարկների վրա գլուխ չի գովում։ Պուտինը մտել էր ասուլիսի երեք, ասում էր, եթե Ուկրաինան նախագահ Թրամփի առաջարկները չքննարկի, ուրեմն սենց։ Դուք պատկերացնում եք մեծն Պուտինը, որը ինքը պետքա պայման թելադրողը լիներ, այ ոչնչություններ։ Ինչն է այդ վրա եք ուրախանում։ Ասում է, եթե Պուտինը նախագահ Թրամփի, իհարկե մենք հասկանում ենք Պուտինը խիա տենց անում։ Պուտինը տենց անում է, որտեղ Պուտինը չի ուզում նա։ Պուտինը փորձում է նախագահ Թրամփին էլի սիրաշահի։ Պուտինը հասկանում է, որ սա իր համար լավ չի։ Եվ հետո մտնում է սուտ խոսալու։ 2 օր առաջ Կուպյանք ասում էր Կուպյանսկը վերցրել ենք, երեք ասեց ոնց որ համարյա վերցրել ենք։ Հիմա չգիտենք տղեկ վերցրել եք թե չեք վերցրել, իսկ կարող է սուտ եք խոսում, չեք վերցրել Կուպյանսկը։ Նստել սուտ էր խոսում դեմքի արտահայտությամբ, սուտ էր խոսում, որ Կուպյանսկը վերցրել են, դե տեսեք, եթե չհամաձայնվեք Կուպյանսկի պատմությունը կկրկնվի, ում ես էշի տեղ դնում, բոլորը գիտեն, որ դու Կուպյանսկը չես վերցրել։ Այ կապիկ։ Ուղղակի քո կապիկների լեզուն ավելի երկար է, քան քոնը։ Բացա, դուք հասկանում եք ձեր մեծն Պուտինը, երեք, բացահայտ խափում էր Տրամփի մի տեղներ մտնում։ Կոնկրետ Տրամփի մի տեղներ մտնում, ու դուք ասում եք, տեսակ Պուտինը ինչ արեց։ Ինչ արեց։ Տրամփի ստաղիքով ֆրալով լիզելով ման էր գալի։ Տեսակ Զելենսկու ռեակցիան, ու տեսակ Պուտինի ռեակցիան։ Տրամփը ասում է, թե Պուտին երրորդ կողմի առաջարկը պաշտպանող Պուտինը Տրամփի ասում է գավազանը ձեռը վերցրած, ինչ որ Զելենսկու վրա մունատ էր գալ, էսա դեր ուժեղ տղեն։ Համոտ չեք անում, բա։ Պուտինը պետք է Տրամփին է բանի տեղ չդներ ձեր ուժեղ Պուտինը։ Պետք է ասել էսա իմ պայմանը ու վերջ։ Ոչ թե Զելենսկուն Տրամփ մեջ բերեր։ Այ խղճուկներ, ախր դուք ճիճու եք, դուք էլ չեք հասկանում, որ ձեզ խայտարակ են արել ուղակի։ Ասում եք Թրամփը հեսա Ուկրաինայից օգնությունից կզրկի, Թրամփը Ուկրաինային օգնություն տվել է։ Այդ որ ուրախանում թրվռում եք Facebook-ներում, Թրամփը Ուկրաինային օգնություն տվել է, Թրամփը բիզնես է արել, վաճառել է, Բայդենն էր օգնություն տալի։ Թրամփը մեծ փողեր է աշխատում, ՆԱՏՕ-ին է վաճառում, ՆԱՏՕ-ն տալիս է Ուկրաինային։ Բացի դրանից Ուկրաինան այլևս անդառնալի կախվածություն չունի ԱՄՆ-ից։ Հետախուզական տվյալները գործընկերների միջոցով տարբեր մասնավոր սպուտնիկային ընկերությունների միջոցով կարողանում է իրենց տարբեր վճարովի ծառայություններով գործընկերներով կարողանացել արդեն ինչ որ մի ձև փոխարինի այդ հետախուզական տվյալները, լավ, վատ կարողացել է։ Ուրեմն պետրիոտների խնդիր ունի, ամենացավոտ խնդիրն է։ Ուրեմն պետրիոտների խնդիրը կարողանում է սամփթիով լուծի։ Վատ, լավ, դժվարը, այո, դժվար է, ավելի դժվար է լինի, իհարկե ավելի դժվար է լինելու, բայց 22 թվականին Ուկրաինան ոչ պետրիոտ ուներ, ոչ սամփթի ուներ, ոչ մի բան չուներ, իսկ Ռուսաստանը ուղղակի տալի հարվածում էր, ինչ ասես անում էր։ Ինչի մասին է խոսքը։
Ուկրաինան զենք չէր, բան չէր կարող արտադրել 22 թվականին, հիմա ահռելի արտադրություն ունի։ Ինչի մասին է խոսքը, ով ասեց, որ առանց Ամերիկայի Ուկրաինան պետք է հանձնվի։ Իսկ այդ արտահայտությունը, որ ինքը ասեց, որ ասենք կամ մենք կզրկվենք մեր գլխավոր դաշնակցից եւ այլ այսպես շարունակ, այսինքն ինքը այդպիսի հատուկ ցեց գցեց, որպեսզի ամերիկյան հասարակության մեջ ուրեմն բան անեն, քննարկում սկսեն եւ սկսեց այդ քննարկումը։ Զելենսկին հասավ իր նպատակին։ Ամերիկան ասում է ոնց, հիմա Fox News-ում քննադատում են Թրամփին, Fox News-ը լսում այսօր, Fox News-ում քննադատում են Թրամփին։ Սենց մի գծով գնում է, որ մենք չպետք է Ուկրաինային ոչ մի բան ստիպենք, որ դա սխալ է, որ ավելի շատ ճնշումը պետք է Պուտինի վրա լինի, ոչ թե Զելենսկու վրա լինի։ Այն խաղը, որ Զելենսկին խաղում է, այն խոսույթը, որ գնում է, որ դուք չեք հասկանում, դա չի նշանակում, որ Ուկրաինան պարտվել է, ժողովուրդ ջան։ Բոլոր բարի ցանկացողներին, բոլորը հասկացողներին, որ Ուկրաինայի անկախությունից կախված է նաև Հայաստանի անկախությունը, ուզում եմ հանգստացնել, այս պայմանագրով Ուկրաինան ամրագրում է իր ուրեմն հաղթանակը։